Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով հարցազրույցի եմ հրավիրել Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Մելքումյանին։ Օրհնեցեք Տեր հայր եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Աստվածով Շնորհակալ եմ։ մեկ էլ ենք շատ։ Տեր հայր ջան, գնալով մենք ահագնացող նորություններ եւ լուրեր ենք լսում։ Նախ կուզենայի անդրադառնայինք դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած այդ խառնաշփոթին։ Մենք տեսանք, թե ինչպես ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներով այսպես պաշտպանված մի խումբ անձիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էին եւ նրանց մեջ էր նաեւ մեր կաթողիկոսի հրաժարականը հերացումը պահանջող 10 եպիսկոպոսները, մի քանի պաշտոնյաներ կային, մի խումբ տղաներ նկատել էին լրագրողները, որ նրանք ինչ-որ դեղերի ազդեցության տակ էին կամ ոգելից խմիչք էին ընդունել, կոտրում էին, բառի բուն իմաստով կոտրում էին Մայրաթորի դուռը այն պահին, երբ նույն ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը պատարակ էր մատուցում եւ խոսում էր հայոց միասնության, համերաշխության մասին։ Ինչի հետ մենք գործ ունեցանք այդ օրը, կարող ենք ասել, որ հայի մեր ազգայինի դեմ, մեր ինքնության հենասյան դեմ պայքարը ուղղակիորեն արդեն տեղափոխվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինչպես դուք կնկարագրեք, կներկայացնեք որպես հոգևորական այդ կատարվածը, խնդրեմ։ Ես այնտեղ էի 18-ին, երբ որ լսեցի, որ մողոլ թաթարական խմբակը պիտի արշավի դեպի Մայրաթոր, ես գնացի այնտեղ մեր Վահանավանքի Տեր-Ավետիքի, մեր Դարբասի Տերենցայի եւ մեր Սիսյանի քահանայի Տեր Պարքևի հետ։ Տեր Պարքևը նշանավորված է, որ այս հրեշին չբարևեց եկեղեցու։ Մենք միասին գնացինք այնտեղ, որտեղ մեր հոգու փրկության օրանը այնտեղ է։ Այնտեղ է իջել Հիսուս Քրիստոս։ Այսինքն հարցակումը բնավ անձի դեմ չէր, այդ հարցակումը եկեղեցու դեմ էր, եւ այո, այս մարդկանց բերել էին, որպեսզի իրենք խաթարեն աղոթքը։ Սատանան վախենում է, չէ՞, աղոթքից։ Գիտեք, սենց բան հիշեցել է, մեր սուրբերից, սուրբ բանահայրերից մեկը այսպես շրջում է, վանքի տարածքում, տեսնում է մի վանականի շուրջը դևեր են հավաքված, մտնում է մոտը, ասում է մի բան խնդրեմ, էլի քեզ, մի հատ 100 մեր աղոթք ասա, էլի, ինձ համար, կլինի, մի հատ առավոտյան, մի հատ երեկոյան, ասում է իհարկե, հայ սուրբ ջան, կանեմ, երբ որ 100 մերը ասում է, բայց մի րոպե, իր համար աղոթք անեմ, ինձ համար չանեմ, եւ իր համար էլ աղոթում, մի շաբաթ երբ սուրբ անցնում է, տեսնում այլևս դևերը այնտեղ չեն։ Այո, այս դևերը փորձեցին հարձակվել, բայց մեր աղոթքը բնականաբար հաղթեց դևերի հարձակումներին։ Եվ մեր քահանաներից մեկին ասեցի, գնանք աղոթք անենք, ես հավատում եմ իմ աղոթքին, գնանք, որ այս դևերը չհաջողեն, գնանք հավատքով 100 մեր ասենք, մեր մայր տաճարի, մեր վեհապարի, մեր հայրենիքի համար եւ դևերը պիտի պարտվեն։ Եվ երբ որ դուրս էին գալիս, ասեց, բայց իսկապես պարտվեցին, ասեց աղոթքի զորությունն է։ Այո, իրանց հարձակումը մեր ինքնության դեմ է։ Եթե մենք նայում ենք հենց իր Արցախի հանձնումները, այսինքն պատկերացնում եք, ոնց որ մարդը իր ընտանիքը վաճառի, հետո գնա մի ուրիշ տեղ, այսինքն իր ընտանիքի ամբողջ կարողությունը, հետո մի գնա ուրիշ տեղ, պահանջի, որ այ ընտանիքի անդամ դու լավը չես։ Ասենք, սա աբսուրդի ժանրից է, դե մենք հասկանում ենք, ինքը իրանը գլուխ չի, ինքը սատանայի հետ պայմանագիր կնքած մարդ է, կատարում է սատանայի կամքը մինչև իր ավարտը կգա։ Մայրաթորի վրա հարձակում էր հայր ազգի դեմ, հայ ժողովրդի դեմ, մեր հավատքի դեմ եւ այն վայրում, որտեղ Քրիստոս էր իջել, դրանց եկողները պիտի խնդրեմ ընդամենը 40 օր հետո հետաքրքրվեք, որ ի տանը ինչ ուռուցք, ինչ պատուհաս է գալիս։ Պիտի խնդրեմ եթե չգա, դուք ինձ կասեք Տերա սուտ ասար, չկա տենց բան։ Բոլորի ընտանիքները Աստծո սուրը անցնելու է, կտեսնեք։
Այնպես որ մեղքի հետևանք հացնում անգնար այս մեղսագործությունը չծնի համապատասխան հետևանք հենց իրանց ընտանիքներում կտեսնենք։ Տերաջան, այս պահի դրությամբ դուք որ ասում եք հաղթեցինք, գուցե այդ պահին իսկապես հնարավոր եղավ հետ հետ շպրտել, կարելի է այսպես ասել, այդ մի խումբ անձանց, որոնք շատ ագրեսիվ էին, լինելով փոքրատիվ ագրեսիվ էին, որովհետև նաև շրջապատված էին ԱԱԾ աշխատակիցներով, ոստիկաններով, բայց դա չի նշանակում հաղթանակ, ինչպես դուք ասում եք։ Ես այդ կարծիքին եմ, որովհետև ճիշտ հակառակ իրավիճակն է հիմա, այսինքն նրանք շարունակում են շատ ավելի ագրեսիվ պատրաստվել նոր հարձակման։ Եվ հիմա մամուլը լցված է հենց այդ տեղեկություններով։ Ես քիչ առաջ ընթերցեցի նաև Հայր Զաքարիայի գրառումը, բայց մինչ դրան անդրադառնալը նախ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը նախ տեղեկացրել էր, որ իշխանության ներկայացուցիչները ուղղակիորեն սպառնում են, բոլոր հոգևորականներին մոտենում են եւ սպառնում են կամ կմիանաք ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի այդ պահանջին, կամ իրենց շուրջ մի նոր սկանդալ կպայթեցնեն։ Ընդ որում խոսքը վերաբերում է այդ կագեպեական, այսպես ասած, լինելու սկանդալներին, այսինքն այս գործերը սարքվում են, ակնհայտ մի փաստի հետ մենք գործ ունենք եւ նախ կխնդրեմ այս առումով ձեր արձագանքը, որովհետեւ ստացվում է այսպես, նրանք ովքեր Փաշինյանի կողքին չեն, նրանք կամ բանտված են, կալանավորված են, կամ նրանք լրջագույն, այսպես կոմպրոմատներ են նրանց առջև դրվում, որից հետ քայլ են անում վախեցած, կամ լուրջ ինչ որ սպառնալիքներ են տեղում այդ մարդկանց գլխին եւ մենք իրականում այս լրջագույն վտանգի առաջ ենք։ Իդեպ ասեմ, որ սա բոլորին կարող է հասնել այս սպառնալիքը։ Եվ եթե արդեն հասնում է հոգևորականներին, բոլորին կարող է հասնել, դեպ նաև լրագրողներիս։ Այնպես որ ոչ մեկս այսպես բան չենք էլի, ազատված չենք դրանից։ Կխնդրեմ ձեր դիտարկումը այս խիստ վտանգավոր եւ մտահոգիչ երևույթի հետ կապված։ Խնդրեմ։ Նախ Աստվածաշնչում 365 անգամ գրած է՝ մի վախեցիր։ 365 անգամ էլ գրած է՝ ես քեզ հետ եմ։ Ասում է սատանան իր ծառաներին ուղարկում է, ասում է գնացեք, վախ սպրեք մարդկանց մեջ, որպեսզի բոլորը ինձ երկրպագեն։ Բոլորը գնում են, ամեն մեկը վերջու ահաբեկում են մարդկանց էլի։ Եվ երբ որ գալիս են, սատանան ասում է, հա, ինչ եղավ, բոլորն ասում են, դա ամեն ինչ լավ է, բոլորը այլևս վախենում են, քեզ են երկրպագելու։ Մեկն ասում է, գիտեք, սենց ամեն ինչ նորմալ է, բայց մի փոքրիկ բան կա, որ պետք չէ իսկ ուշադրություն դարձնել դրան։ Ասում է, այդ ի՞նչն է, ասում է, ճշմարտությունը։ Ասում է, սատանան այնպես գոռաց, որ իր գոռոքից անգամ ինքը վախեցավ։ Ճշմարտությունը նա է, որ եթե մարդիկ սայթակել են, պիտի ապաշխարեն Աստծու առաջ։ Աստծու առաջ ծնկի գան, ու սրանք հետո ինչ ուզում են անեն, իրանց դեմ են անել։ Հիմա մեր ուժայիններին է սա վերաբերվում։ Հարգարժաններ, զգուշ եղեք, հանկարծ չնզովեմ, թե չէ շատ վատ բաներ կլինի ձեզ հետ։ Բայց լսեք սա, առայժմ դա լսեք։ Գիտեք, որ խոսքս գետինը չի ինում։ Ուրեմն Բոլդուին 4-րդը 14 տարեկանում գահ բարձրանում, նա միակն էր, ով հաղթեց Սալահեդդինին, 15-16 տարեկան էր, որ հաղթեց Սալահեդդինին։ Հիմա ես կուզեմ, որպեսզի մեր ուժային բոլոր կառույցները ուշադիր լսեն սա։ Այդ խոսքի տակ ես իմ խոսքի ուժն եմ հիմա դնելու, լավ իմացեք ու ուշադիր լսեք, տեսեք թե ինչ է ասում։ Իր զորավարներից մեկին ասում է բառացի կարդամ, թող լսեն։ Ասում է ես 16 տարեկան էի, երբ հաղթեցի Սալահեդդինին։ Այն ժամանակ մտածում էի, որ ես հավերժ եմ ապրելու։ Այժմ գիտեմ, որ 30 տարեկանին էլ չեմ հասնելու։ Մենք չենք կարող կանխորոշել ապագան։ Թագավորը կարող է պահանջել հպատակություն, հայրը հնազանդություն, բայց հիշիր, ով էլ որ լինի քո տիրակալը, դու ես քո հոգու համար միակ պատասխանատու։ Եվ ասում է, Աստված քեզ կանչի, դու չես կարող ասել, որ դու կորորեն հրաման ես կատարել չմտածելով հետևանքների մասին, պատվի մասին, քաջության մասին։
Ուրեմն նրանք ովքեր որ ասում են բավարկ ունեմ եւ այլն, նախ շատ եմ ասել, որ բոլորի ընտանիքները Աստված ապահում եւ եթե իրանք հանուն փողի ուրանում են իրենց հավատը ու գնում են ինչ որ մի սատանի ճտի հրաման են կատարում, թող լավ իմանան, որ իրենց անպայման պատվասը Աստծո սուրը իրանց հետևից հասնելու է։ Ուրեմն Եզեկիել մարգարեության մեջ ասում են մարդու որդի, ես քեզ դեդ կարգեցի, եթե դու տեսես վտանգը, չասես, ուրեմն այդ մարդկանց այրունը քեզնից են պահանջելու։ Եթե տեսնես, ասես, չլսեն դու ազատ ես։ Հարգարժան ուժայիններ, լսեցիք, ես վտանգի մասին արդեն ահազանգեցի։ Ամեն մեկը մի հատ ձեր, եթե ձեր տանն եք, մի հատ ձեր ընտանիքի անդամներին նայեք։ Ես ինչ վերաբերում է կոմպրոմատներին, ես չգիտեմ ում վրա ինչ են գտել, եթե գտել են, ուրեմն թող գնան ապաշխարեն, եթե չեն ապաշխարում, Աստծո առաջ չեն ծնկում, սատանի առաջ են ծնկելու, թող գնան ու ապաշխարեն։ Ես էլ եմ մարդ, գուցե շատ սխալներ ունեմ, բայց թող գա մի բան գտնեն ին վրա, թող գան, եթե անիրավ փորձեն դասարկեն, ուրեմն պատասխանելու են, արդարության թող գա մի բան գտնեն, թող գան ասեն ես գոմանարար ես, սեռական կապ ունես, ես, թող գա մի բան չեն կարող գտնեն։ Ուրեմն եթե մարդը ասուն լքելա գնացելա չի մտածել պատասխանատվության մասին, ուրեմն այսօր թող գնա մտածի դրա մասին, թող գնա Աստծո առաջ ծնկի մեղագա, խոստովանի մեղքերի թողություն տա, երբ որ կկանչենք ասեն տես, թող ասեն մենք Աստծո առաջ խոստովանել ենք։ Հիմա եթե հրապարակի, բայց գնանք մի քանի գերեզմանի փոս քանդի, գուցե պետք գա։ Երբ որ Աստծո առաջ արդարացում է մարդը, արդեն ուրիշ մարդը չի կարող ոչի բան անի, թող գնան արդարանան։ Ու ամենամեծ հաղթանակը կլինի սա։ Այդ կոմպրոմատները չեն աշխատել դեպքում։ Հրեշը կպարտվի դեպքում։ Երբ մենք Աստծո հետ հաշտում ենք, կլինի նա ով է։ Տեր Արոն, շատ կարևոր բան եք ասում, ուղղակի, բայց պիտի ես ցավով արձանագրեմ, որ այո, կոմպրոմատները իրենց դերը ունեցել են եւ Փաշինյանին հաջողվեց իր կողքը հավաքել այն մարդկանց, ովքեր մեղմ ասած տխուր անցյալ ունեն, սխալներ են ունեցել բավական շատ մեղքեր, մենք շատ լավ գիտենք, թե Նավասարդ Կճոյանի հետ կապված այդ պատմությունները, ես չեմ ուզում ձեզ հետ իմ զրույցի ժամանակ այդ մեղքերին իրենց անդրադառնալ, բայց բոլորս շատ լավ գիտենք Վազգեն Միրզախանյանի մեղքերը եւ իրենք նաեւ մեր երկրի համար են շատ վատ բաներ արել, ցավում եմ, որ մենք ունեցել ենք մեր ներսում այդպիսիները, որովհետեւ մենք ունենք այդ մարդկանց կողքին փայլուն հոգևորականներ, փայլուն եպիսկոպոսներ եւ arczepiskopոսներ եւ նաեւ ձեր նման Աստծուն, երկրին, հայրենիքին, մեր եկեղեցուն ծառայող հոգևորականներ եւ ես պիտի հատուկ ձեզանից շնորհակալություն հայտնեմ միշտ պայքարող եւ միշտ ազնվախոս լինելով այո ձեր տեսակն էլ կա փառք ու պատիվ ձեր նման հոգևորականներին եւ կարծում եմ հենց այդ տեսակով է նաեւ եւ մեր հավատավոր ժողովրդով է որ կայուն ու ամուր է մեր եկեղեցին։ Ես հիմա կուզեմ անդրադառնալ մի ու շատ մտահոգիչ խնդրին, 2 օր է կարելի ասել փոթորկված ենք բոլորս խիստ անհանգիստ, որովհետև Փաշինյանը այլևս են քայլ, ինչպես ասում են, մոտենում է մեր սրբության սրբոցին, մեր եկեղեցուն Եվ դեկտեմբերի 18-ը ուղիղ քայլերից մեկն էր, հա, այդ փորձարկումը արվեց։ Հիմա տեսեք մամուլը երկու օր է ինչ է գրում, որ դեկտեմբերի 28-ին, այսինքն առաջիկա այս կիրակի օրը, Փաշինյանը պատրաստվում է իր վերջնական եւ հիմնական այդ գրոհին, որի նպատակը այնտեղ կեղծ էսպես պատարակ կազմակերպի իր թիմակիցների հետ եւ իհարկե ցավով պիտի արձանագրեմ տիրադավ եպիսկոպոսների հետ եւ կպահանջի հեռացում Եթե այդ հեռացումը չընդունվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից, ինչը եւ վստահ եմ, որ չի ընդունվելու եւ ճիշտ է անելու կաթողիկոսը, բայց նա գնալու է հաջորդ քայլին։ Կա կարծիք, որ հաջորդ սցենարն այն է, որ նա ուղղակի կկալանավորի մեր կաթողիկոսին։ Անգամ սարսափելի է մտածելը, բայց նա պատրաստ է չունի կարմիր գծեր, նա պատրաստ է գնալ ամեն մի քայլի։ Ես կուզեմ այս մտավախության հետ կապված ասեք, որովհետև ինչպես տեսնում եմ նաև այլ հոգևորականներ եւս անդրադարձել են այս խնդրին, մասնավորաբար օրինակ հիմա իմ ձեռքի տակ է Հայր Զաքարիայի քիչ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը, ընթերցեմ.
Այս Կիրակի տարվա վերջին պատարագն եմ մատուցելու Միածնաէջ մայր տաճարում։ Արդեն մի քանի նամակ եմ ստացել տարբեր մարդկանցից, որ ցուցակագրվել են պատարագին մասնակցելու համար։ Եվ այստեղ նա ներկայացնում է, որ տարբեր տեղերից ահազանգներ կան, որ այդպես գրոհեն այդ պատարագի ժամանակ։ Ինչ կասեք, դուք ինչ մտահոգություններ ունեք։ Հասնելու իր նպատակին Նիկոլ Փաշինյանը։ Ես կուզեմ նախ պատարագից խոսենք։ Այո, խնդրեմ։ Իրանք տարբեր տեղեր գնացին պատարագների։ Պատարագը Քրիստոսի զոհաբերության օրն է, մարդը գնում է Կիրակի օրը Քրիստոսի զոհաբերությանը մասնակից լինելու եւ մարմնի արյանը հաղորդակից լինելու։ Ավետարանին մեջ Հիսուս ասում է, երբ ընծատ մատուցելու լինես, ու իմանաս քո եղբայրը քո դեմ բան ունի, գնա նախ հաշվիր եղբորդ հետ, հետո արի ընծատ մատուցիր, որպեսզի քո արած ընծատ ընդունելի լինի։ Հիմա տեսեք, պատարագը հակառակության հոգով չպիտի լինի, այլ հնազանդությամբ։ Իրենք անում են հակառակության հոգով։ Այստեղից հարց, պատարագ է։ Եթե հակառակության հոգով է, ուրեմն այնտեղ Աստված չկա։ Դա նշանակում է արդեն իրենք տրված սատանային Աստծո բարկությունն են շարժում։ Ինչ վերաբերում է ուզում է գրոհի, ես հիմա Բոլդուինի պատմությունը կարդացի, ով որ կգնա վեհապարին ձերբակալելու, նախ ազգուշացնում եմ։ Մի հատ գերեզմանների մոտով անցեք։ Ու լավ իմացեք, դժոխքն է ձեզ հետևելու։ Աստծո կրակն է ձեզ հետևելու, որովհետև այստեղ կրկնում եմ անձի խնդիր չի, անձերի խնդիր չի առհասարակ, այստեղ մեր սրբության սրբոցի խնդիրն է։ Ես էլ մամուլում կարդացի, որ Էրդողանը արդեն որոշել է, ով պիտի լինի ամենայն հայոց կաթողիկոս։ Դե եկեք տեսնենք ով է գնալու վեհապարի մոտ։ Նայեք, ես քահանա եմ, բայց զգուշ եղեք։ Զգուշ եղեք, որ նախազգուշացում եմ տալիս ձեզ, սիրելի ուժայիններ, ով որ գնաց մեր սրբության դեմ, մայրաթորի դեմ, ով որ գնաց կաթողիկոսին կձերբակ, անկախ նրանից նա հավատում է, չի հավատում, գիտեք մի հետաքրքիր բան հիշեցի, չեկիստները մտնում են մի եկեղեցի, Ստալինյան շրջանում նկարներ են հանում բան, որ ժողովուրդը հավաքված այսպես սարսափած նայում եմ, չեկիստ ասում ուր Աստված, եթե Աստված ներ գա թո պատժի հիմա ինձ։ Ժողովրդի միջից մեկը ասում է արդեն պատժել է, խելք տառ է։ Հիմա եթե մեկի խելքը պիտի առնի վեհապարի հետևից գնա, ցավում եմ, որովհետև այդ չեկիստը ես գիրք ունեմ, էլի այդ մասին կարդացել եմ, հետագայում ոչ միայն ինքն էլ հետագայում իր երեխաներն են շատ չարաչար մեռան։ Հիմա քաթու ազդակ լինի, գիտեք, բանը Աստվածաշունչ Մատյանն ասում է հիմարի կործանումը տեսնելով իմաստուն ավելի իմաստուն է դառնում։ Թող դրանք ուղղակի նայեն հիմարների կործանումը եւ մի քիչ իմաստուն գտնվեն, որովհետեւ այսօրվա հացի մեջ կարող է հանկարծ արյուն լինի, որովհետեւ իրանք ուրիշ բանի հետևից են գնում, ու սա սարսափի կլինի։ Ինչ ուրեմն վերաբերում է մեր սրբազաններին, ուրեմն իրենք օծում ունեն, Արմենե ջան, քանի դեռ վեհապարը որևէ որոշում չունի, իրենք ինձնից բարձր են։ Ես իրանց դեմ բան չեմ կարող խոսեմ, թեկուզ համոզմունք ունեմ ներսից։ Բայց քանի վեհապարի որոշումը չկա, ես այդ հարցում կլռեմ։ Պարզապես պիտի չեմ թաքցնի, ես սիրում արդար ու ազնիվ մնում, էլի չեմ ուզում տենց կեղծ բաներ խոսեմ։ Աբրահամ Սրբազանը մեծ իմ հոգևոր կյանքի մեջ մեծ դեր է ունեցել։ Անուշավան Սրբազանը ինձ քահանա է ուծել։ Ես չեմ կարող դա ուրանամ, հասկանում եք, սիրտս ցավում է, աղոթում եմ, որ Աստված իմաստություն տա։ Մանավանդ այս վերջերս էլ հարցազրույցներից մեկում ասեցի, Սուրբ Գիրքն ասում է, եթե որդ խելքը պակասել է, ասում է, դու այնուամենայնիվ սիրիր, դու քո ծերությունը չգիտես էլի։ Մենք չգիտենք, ասենք մի ժամ հետո, 5 րոպե հետո մեզ հետ ինչ կատարվի, հետևաբար ես սպառազգամ այդ մարդկանց շատ եմ հարգում, ես չեմ կարող իրանց դեմ բան խոսամ, առավել եւս
որ վեհապարը քանի որոշում չունի, որտեղ ասելիք շատ ունե, բայց քանի որ սրբազաններ են դեռ իրանց օծումով, իրենց կարգով, իրենց նշանակումով ես կլռեմ այդ հարցում։ Իսկ ինչ վերաբերում ամսի 28-ին գրոհել եւ այլն, ես նորից եմ ասում, թող զգուշանան, որպես քահանա եմ ասում, որ ես էլ օծում ունեմ, ասում եմ մի քահանա, որ դեռ իր խոսքը գետինը չի ընկել։ Զգուշ եղեք, վաղը չեք գալու տիրոջ ասիկ, բայց չգիտեի, արդեն լսողները գիտեն։ Շատ լավ, Տեր ջան, կուզեմ նաև ձեզ հետ քննարկեմ մեկ-երկու կարևոր հարց եւս։ Ես նկատեցի, որ դուք բավական մտահոգ եք եւ մենք մի փոքր էլ մինչ եթերը փոքր-ինչ զրույց ունեցանք այդ մասին, երբ վերջերս Փաշինյանը հայտարարել էր թղթադրամը, այսպես թղթադրամի օգտագործման հետ կապված, ավելի ճիշտ անկանխիկ առևտուր իրականացնելու կամ այդ առևտուրը խրախուսելու մասին էր խոսել, որոշ տնտեսագետներ օրինակ գտնում են, որ այսպես ժողովրդի լեզվով ասած, թղթադրամը կարող է հանվել շրջանառությունից։ Ես նկատեցի, որ հոգևոր տեսանկյունից դուք շատ հետաքրքիր մեկնաբանություն եք հնչեցնում եւ ես հիմա կուզեմ առիթից օգտվելով մեր եթերի ժամանակ դա ներկայացնեք։ Ինչն է այստեղ ձեր մտահոգության պատճառը կամ առարկան, խնդրեմ։ Սրա արարը Հայաստանը խոր խավարի քաոսի մեջ քաշելու մասին է խոսում։ Սելի հայրենակիցներ, հայեր, կանխիկ գումարով առևտուր արեք։ Անկանխիկ գումարով առևտուր անելու դուք սատանայի ջրավացին ջուր եք լցում։ Սա հիշեք ու պահեք ձեր սրտում։ Հիմա ես կուզեմ խորքից կամ ավետարանից խոսենք, էլի։ Տեսեք, օրինակի համար նայում եք մեր ժամանակները, այսօր ինչա ծիրում աշխարհում, եւ հիմա խոսում ենք Սուրբ գրքից։ Հիսուսին երբ հարցնում են, ասում են աշխարհի վերջին ինչ նշաններ կլինի, ասում են ազգ ազգի դեմ կելնի, թագավորություն թագավորության, կլինի մահ տարեժամեր, կլինի սարսափելի սրբապղծություն, համաճարակներ, շատերը կգան իմ անունով, կասեն ես եմ, չգնաք, չլսեք։ Հիմա որտեղ մի հայտնության գրքին էլ պիտի հղում անեմ, այս քանը մի հատ նայենք։ Ուրեմն սարսափելի սրբապղծությունը կա, չէ՞, այդ սրբապղծությունը, որ Հիսուս ասում աշխարհի սկզբից եւ այդ չի եղել։ Հիմա կա։ Այսինքն սա սարսափելի սրբապղծության մասին է Հիսուս խոսում, որ մենք դա տեսնում ենք։ Երկրորդը, ազգ ազգի դեմ դուրս է եկել։ Մենք նայում ենք, օրինակ Ուկրաինան, Ռուսաստանը նույն ազգն են։ Չինաստանը, Թայվանը նույն ազգն են։ Երկու Կորեաները նույն ազգն են, եւ sense կարող ենք շարունակել։ Ասենք Հնդկաստանը, Պակիստանը նույն ազգ են, հրեաները եւ արաբները նույն ազգն են, Աբրահամի սերունդն է, սեմական ժողովուրդներ են։ Եվ մեզ էլ ինչ-որ մի հրեշ արցախցիների դեմ հանեց, չի այնուամենայն։ Այսինքն ազգ ազգի դեմ դուրս է եկել, թագավորություն, սա գլոբալ պատերազմի մասն է խոսում, որ մենք շուտով տեսնելու ենք, դեպ մեր սերունդը կտեսնի այդ մեծ պատերազմը, մանրամասնորեն գիտեմ, թե ոնց պիտի սկսվի, ամենադեպս Տերը ցույց է տվել, եւ ոնց ինչ ավարտ պիտի ունենա։ Ուրեմն համաճարակը կար, էլի կլինի համաճարակները։ Ուրեմն նայում ենք բազմաթիվ քրիստոսներ հիմա եկել է, բոլոր աղանդավորներն են, ասում են, որ ուզում ես Հիսուսին տեսնաս, արի մեզ մոտ։ Այսինքն, այն ինչ որ Հիսուս ասում է, որ աշխանի վախճանի ճանապարհին պիտի լինի, մենք սա տեսնում ենք մեր աչքի առաջ, հենց այսօր այս իրավիճակում։ Բայց հիմա ասենք հայտնության գրքին, որտեղ պիտի գամ անկանխիկ գումարի։ Հայտնության գրքում օրինակի համար այսպեսի մի բան է ասում, Տերը Հովանես ցույց է տալիս Հովանես Առաքյալին, ցույց է տալիս մի հատ կարմիր գազան է դուրս գալիս ծովից, Հովանես Առաքյալն ասում է, տեսա կարմիր գազան, որ դուրս եկավ ծովից, նա վիրավոր էր եւ նրա վերքը ասում է, չէր բանը լավաց է, եւ հանկարծակի ասում է լավացա ու շատերը զարմացան։ Սա միութենական պետություն կոչված է սովետ կարմիր գազան։
Մենք տեսնում ենք արդեն Ուկրաինա ներողություն, ուրեմն Բելարուս եւ Ռուսաստան միութենական համաձայնագիր կա։ Ուկրաինական պատերազմ այդ միութենականի տրամաբանությամբ մենք պիտի նայենք։ Վերականգնվում է խորհրդային միությունը Տեր հայր։ Այո, վերականգնվելու է։ Հետո ասում է տեսածովից մի վիշապ դուս եկավ։ Չինաստանի խորհրդանիշը ի՞նչն է։ Վիշապ։ Իսկ Չինաստանը մինչև մեր ժամանակները մի 20-30 տարի առաջ չկար այդ կարգի, ինչ որ հիմա է, չէ, իր ազդեցության գոտիներով։ Եվ խոսում է մեծ Բաբելոնի մասին, որը պիտի կործանվի։ Բաբելոնը Ամերիկան է, որի աշտարակը գտնվում է Եվրոպայում։ Ամերիկան աշխարհում միակ երկիրն է, որ բոլոր ազգերից, պետություններից, լեզուներից, ժողովուրդներից մարդ կա։ Եվ բոլորը խոսում են մեկ լեզվով, անգլերեն։ Ինչպես որ Բաբելոնում էին, մեկ լեզվով էին խոսում, չէ՞։ Ինչու եմ ասում, որ Եվրոպայում է նրանց աշտարակը, Բաբելոնը իհարկե կործանվի։ Այնտեղ խոսում է նավավորների ողբի մասին եւ այլն, որոնք այդտեղից օգուտ ունեին։ Ուրեմն Եվրամիության շենքը բանա, եթե նայում ենք կիսատ է։ Բորել կար դրանց բաններ, ղեկավարներից էր, դրանից առաջ չեմ հիշում ով էր, երբ որ հարցնում է լրագրողը, ասում է Բաբելոնի աշտարակի նման է շենքը, ասում է ինչ եք զարմանում։ Հետո Սուրբ Գիրքը ասում է եւ դրոշ կդնի նրանց 13-րդ գլխում ասում, դրոշ կդնի նրանց աջ ձեռքին եւ ճակատին։ Դերևս Օբամայի ժամանակ այսպիսի ռեկլամ էր գնում, վերի չիպ, շատ էժան չիպ։ Մեր շատերը այսօր չիպավորում են, ինձ ասում են, բա մենք չենք ընդունի եւ այլն, ասում եմ հարգարք ջան, եթե դու գնացել ես, ասել են հացդ կվերցնենք, բանը պիտի պատվաստես այդ կորոնայի պարագայում, այն դեպքում ես այդ հրեշները օրենք ընդունամ, որ իրանք չպատվաստվեն, էլի։ Ասում եմ, եթե լավ լիներ, իրանք էլ կպատվաստվեին։ Բայց դու մի կտոր հացը չկորցնու գնացի դրա տակ մտար, անշուշտ է չիպնել ես վերցնելու։ Կամ մեկի երեխան կորելու է, մեկին նա կորելու, ասելու են, բա գիտես, որ չիպն երեխոց վրա կիմանայի ուր են։ Եվ Անգլիայում այսպիսի դեպք եղավ, էլի 1715-20-ական թվականներին, կարող է թվականները այդպես մի քիչ շփոթեմ, ուրեմն ապահովագրությունը տների մտավ եւ մարդկանց քարոզում է, որ տներն ապահովագրը մարդ չէին ապահովագրում։ Որ մարդկանց տները սկսեց վառվել։ Մարդիկ վազելով գնացին ապահովագրեցին ես տները, հետո ով չէր ապահովագրել, նրա տունը վառվեց։ Այսինքն իրանք պայման սատանա, որ մի բան ուզում են, ինքը պայման է ստեղծում։ Եթե ուզում են ընտանեկան բռնության մասին այսպես կոչված մի հատ բան ընդունեն, TV-ով մի քանի բաներ են, չէ՞ ցույց տալիս։ Տեսեք բռնություն, այդ օրենքը պետք է։ Մարդկանց համոզում են, որ պետք է այդ օրենքը ընդունեն, բայց չեն ասում, այդ օրենքը երբ որ ընդունան, քո երեխային քո տնից տանելու են։ Այսինքն սատանայի թակարդն է։ Հետո ասում է գազանի արձանը պիտի խոսի։ Այդ այգիրա, չէ՞։ Արհեստական բանականությունն է։ Եվ գազանի արձանը այսօր խոսում է։ Եվ ասում եմ մարդիկ պիտի երկրպագեն գազանի արձանին։ Այսօր այդ երկրպագությունը արդեն քիչ մտնում է։ Այսինքն մենք հայտնութենական շրջանում ենք ապրում, եթե չեմ սխալվում 18-րդ գլխում էր հայտնության գրքի ասում է Եփրատ գետը պիտի ցամաքի։ Հիմա ցամաքում է եկալ Եփրատ գետը։ Այսինքն մենք անցնում ենք արդեն այդ հայտնութենական շրջանում ենք ապրում։ Եվ մարդկությունը խոր խավարի մեջ կհայտնվի, երբ որ թուղթ փողը դուրս կգա արդեն։ Երբ որ թուղթ փողը արդեն դուրս եկավ, այլևս վերջ։ Դու չես կարող ոչ առնել, ոչ գնել, երբ որ քո գումարը բանկում է, զոր օրինակ։ Ես դրա համար եմ ասում, որ մեր հայրենակիցները թող մերժեն դա։ Թող մերժեն ու կանխիկ առևտուր անեն։ Եթե կփորձեն սրանք անեն, նայեք, ես հրավիրներից մեկին լսեցի վերջերս, հետաքրքիր բան է ասում է գոյերի ձերը շատ փող կա, գոյերի ձերը։
որպեսզի մենք այդ փողը իրանցից վերցնենք ու աղքատացնենք ու իրանց տիրենք, պիտի փողը վեր հանենք շրջանառությունից։ Պատկերացնում եք, բանը, այստեղ ինչ է կատարում, այսինքն հիմա իմ ընկերներից մեկը բանկիր, ասում է տերը Արոն, բանկում փող չպահեց, ասում եմ, բայց ես փող էլ չունեմ, բայց ինչի համար։ Ասում եմ, եթե քո գումարը բանկում է, քոնը չի, բանկինն է։ Ու ցանկացած բա, եթե բանկը սարասնի, ինչ ես անելու։ Հիմա ճիշտ ասեմ, ես քահանա եմ, չգիտեմ, վաղը մյուս օրը ով կգա, ով չգնա եւ այլն, ամենայն դեպս ես տանը օր ու կերով ապրող քահանա եմ։ Փառք Հիսուսին, ինձ պես չի Աստված այնքան տալիս է, ոսոված չմեռնեմ։ Ես դրանից գոհ շնորհակալ եմ։ Եվ այնքան է տալիս, որ հագուստ ունենամ, փառք Աստծուն, ավելին չեմ էլ ձգտում։ Բայց թող մեր այդ հարուստներն էլ լավ հիշեն, որ այդ առաջին հերթին իրանց ես կորցնելու բան չունեմ, անգամ սեփական տուն չունեմ, քահանայի տան եմ ունում։ Ես կորցնելու բան չունեմ։ Մի նվիրատված մեքենա ունեմ, մետաղ։ Բայց իրանց աղքատացնելու են սարքեն բոմժ։ Դա լավ թող իմանան առաջին հերթին է մեծ հարուստները, ովքեր բիզնեսներ ունեն, ովքեր բանկերում փող ունեն։ Դե այս հրեշը ինչ է անում։ Եվ Հայաստանը հասնելվա խոր խավարի մեջ։ Եվ վերջերս նաև սա բան բերեց, վառելիք բերեց։ Գիտեք ինչ համար է դա անում։ Հա, դուք դա կապեցիք, ես այսպիսի մի ձեր խոսքերից լսեցի, որ դուք նկատում եք, որ այդ ընթացքում Մայրաթորի վրա հարձակումը այդ կատարվածից շեղել էր, այսինքն Ադրբեջանի կողմից Վրաստանի ճանապարհով Հայաստան մոտ գործած այդ բենզինի, հա, պաշարի այդ ամբողջ այդ ընթացքից մեր ուշադրությունը շեղեց դեպի ներքին խնդիրներ, դեպի եկեղեցու թիրախավորում, բայց կատարվում է իրականում մեկ այլ մեծ գլոբալ այսպես վտանգ է կախվում Հայաստանի գլխին, նաև այս բենզինի ներկրմամբ։ Մեզ ինչ է ուզում դարձնել Թուրքիայի նահանք։ Ես վերջից գամ էլի, օրինակ Ադրբեջանը ասում է 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան։ Մեր գոնե քաղաքագետներից մեկը այսպես կոչված ճակերտները, որտեղ նայում ես մեծ մասը, չգիտես որտեղից են եկել, սարքել են քաղաքագետ, իրականում սնկան կացաներ են։ Ասում է, որ ախր մենք 500,000, 600,000 հայ ենք ունեցել։ Հələ տեղը պատրաստի թող գան, անվտանգությունը ապահովի, հետո թող իրան գան։ Ասում են տես բան։ Եթե քաղաքագետ են իսկապես դրա մասին չեն բարձրաձայնում, ուրեմն թշնամու ասեղն են թելում։ Եթե չգիտեն, չեն ասում, ուրեմն տգետ են։ Ինչ վերաբերում է վառելիքին, ինքը փորձում է Ռուսաստանի մի փոքրիկ կտրվի, որպեսզի Ադրբեջան, Թուրքիա եւ այլն այսպես, բայց եթե դա ինքը դա չի հաջողելու, դա ինքն է մտածում, բայց եթե Աստված մի արասի հաջողեց, մի փոքրիկ հակամարտության պարագայում սա փակելու է։ Թուրքը ոնց արեց Արցախում, եւ պետք էր Կռանիկը բացում էր եւ պետք էր փակում էր, ճիշտ է։ 88 թվականի շարժում եւ եղավ, ինչ եղավ։ Մեր վագոնները չէր ջարդած գալիս այստեղ։ Ի վերջո ոչ վառելիք մտավ, գազը կտրեց Թուրքը եւ այլն։ Այսինքն սա հերահար ծրագիր է, որ սա ուզում անի, բայց ես վստահ եմ մինչև ինքը կհասնի դանի, արդեն ինքը դժոխքում կլինի։ Սրա երկու անգամ Ռուսաստան վազելը դրա մասին է խոսում, արդեն ես սկսում եմ ժպտալ։ Ինձ թվում է վերջն եկել է։ Դժվար է ասել, որովհետև իրեն հաջողվում է եւ գնալ արևմուտք այնտեղ արևմուտքին ասել ամեն ինչ պատրաստ է անել, հետո գնալ Ռուսաստան այնտեղ տալ համաձայնություն եւ դա իրեն օգնում է, այսպես, հա, շարունակել իշխանության ղեկի մնալ, որովհետև ստացվում է եւ արևմուտքին եւ Ռուսաստանի ձեռնտու Նիկոլ Փաշինյանի տեսակը, որը ցանկացած պահանջի դեպքում պատրաստ է կատարել ի հաշիվ մեզ, ի հաշիվ մեր երկրի։ Դուք այդ կարծիքին եք։ Կարճ ասեմ քեզ։ Ասում է, չեմ հիշում, ես դրա մասին պատմել եմ, թե չէ, ուրեմն մի ավազակ, որ գեղեցել է, թալանել է, սպանել է, դավաճանել է,
Մարդիկ անդադ ուզում են բռնել, չեն կարողանում։ Մի երաշխով բրցնում է։ Մի անգամ էլ այ հեսա պիտի բռնեն, էլի մի երաշխով բրցնում է։ Ու սատանան հայտնում է դրան, ասում է տեսար քեզ ոնց փրկամ։ Հիմա իշքան ես ազգի, կթալանես, կկեղեքես, կսպանես, կդավաճանես, ես քո կողքդ եմ, քեզ հայլ փրկելու եմ։ Եվ իսկապես փրկում է։ Քանի անգամ մազապուրց բրցնում է, ու մի անգամ էլ բռնում են հերթական դավաճանությունը ավերը բերելու վրա։ Հերթական դավաճանությունը անելուց արդեն բռնում են։ Երբ վանդակի վրա դրած արդեն իրան տանում են, ինքը կանչում է սատանային, ասում է ուր ես, այդքան ինձ փրկել ես, ասել ես պիտի փրկես, արի, օգնի, սատանան է հայտնում, ասում է դու ինձ պետք էի, որ քո գործի մեջ կատարելագործվեիր, հիմա կգաս կտեսնես թե ուր եմ։ Հիմա քանի անգամ սա մազապուրց վազավ մտավ բանի ՊՆ-ի բունկերը կյանքը փրկելու համար վախից։ Ուրեմն համարենք իր վախճանը դա։ Այդ Եվրոպան կհամաձայնվի, Ռուսաստանը կհամաձայնվի, կա մի կետ արդեն, որ այլևս ընտրության հնարավորություն է։ Մեջ պիտի կանգնի, Թումանյանի խոսքը հիշեցի, առաջը ջուր, հետևը սուր։ Ինքը փախուստ չունի։ Այնպես որ ես չեմ ցավում իրան դրա համար, որովհետև այսքան ավեր վերող մարդուն մանավանդ սրբությունների վրա հարցակվող մարդը բնականաբար նման բաժի պիտի արժանանա, ես ասել եմ նա ինքը ոնց է գնալու դժոխք։ Չի կարելու, բարիկը գլխին փորձի փախնի, բայց իրան դժոխք ճանապարհեն։ Այնպես որ ես չեմ ցավում քեզ համար, ոչ հարգարժան, դու դժոխք ես գնալու, եւ քեզ սատարողներն էլ հերթով պատժվելու են, թող լավ իմանան բոլորն էլ, ովքեր որ արդարացնում են այս ավերը մեր հայրենիքի գլխին։ Եվ վերջում, եթե կուզեմ մի հատ բան էլ պատմեմ, Այո, խնդրեմ։ հետո հարց կունենաք, ուրեմն գրեթե նման պարագայում այդ գեղեցիկ պատմությունը ներկայացնում է, որպեսզի ով ինչ կխոսի իր տուն թող գնա այդ հասնել։ Ուրեմն մի վանական գնում է մի գյուղ, մարդիկ են հավաքում, սկսում հայհոյել, չարախոսել, վատաբանել, լուր լսում է, ասում է նոր կողքի գյուղ էի գնացել, մարդիկ անուշահան մրգեր հյուրասիրեցին ինձ, ես չվերցրեցի այդ մրգերը, ինչ արեցին այդ մարդիկ, հավաքված մարդիկ ասում են ինչ արան, տարան իրանց տուն, ասում են բա դուք ինչ եք տանելու ձեր տուն, ձեր հայհոյանքները, ձեր զրպարտանքները, ամեն օրվա վերջին ամեն մեկը իր տուն մի բան տանում է։ Այնպես որ այլ մեր հարցազրույցի տակ իրենց սեփական տգիտության փորձեն ինչ-որ բաներ անել, թող իմանան ի վերջո սա իրենց տուն է լցվելու, եթե իրանց ընտանիքը շատ են այդպես սիրում չակետավոր, թող հայհոյեն։ Այդքան բան կարամ ասել։ Ձեր այդ ասելուց հետո ինձ հարց չի մնում տալու, պարզապես մեկ ցանկություն, որ լինենք համախմբված, այն պահին մենք կհաղթենք, երբ լցված լինենք հավատով առ Աստված եւ լինենք միասնական, երբ մեր ժողովուրդը թեւութիկուն կլինի մեր եկեղեցուն, մեր դարերից եկած մեր սրբության սրբոցին եւ այս ճակատագրական պահին մեկ-մեկու իզորու լինենք պաշտպանելու մեր ունեցածը, մեր հարստությունը։ Ես շնորհակալ եմ Տեր հայր ձեր մշտապես ձեր հետաքրքիր վերլուծության համար եւ այո ձեր խոսքերը կատարվում են եւ թող վախենան բոլոր նրանք, ովքեր ձեր կբարձրացնեն մեր սրբության վրա։ Շատ վախենան։ Գիտես Արմենե ջան, դժոխք հրայրը ասել է, եթե մի գիշեր հայ ազգը չվախենա մեռնելուց, առավոտյան կարթնանա հաղթանակած։ Եկեք չվախենանք։ Շնորհակալ եմ Տեր հայր եւ մեզ թող միայն հաղթանակ լինի։ Լավ եղեք, հաջողություն ձեզ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, ես հեռավար կապով զրուցում էի Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Մելքոնյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։